Միացեք մեր YouTube-յան ալիքին ստանալու ավելին։ Ողջույն ձեզ հանաբազորյա հացի սիրելի ընտանիք, սիրելի հավատացյալներ, սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Այսօր կանդրադառնանք քրիստոնեության ամենասուրբ խորհուրդներեն մեկուն, Սուրբ հաղորդության, այսինքն Տիրոջ սեղանին։ Մեր հարցումը հետևյալն է. ինչու հաղորդությունը գոչվեցավ կյանքի հաց։ Արդյոք միայն խորհրդանշական է այդ հացը, թե իրական բամը, որ կկատարվի այդ պահում, եւ ինչու առանց Սուրբ հաղորդության Սուրբ Գրիգոր Նարեկացին գսե մարդու հոգին գսարի եւ գմեռնի։ 1. Քրիստոսի բարերը աներկբա եւ ուղիղ։ Մեր Տեր Հիսուս ինքը ասավ. Ես եմ կյանքի հացը։ Եթե մեկը ուտե այս հացեն, պիտի ապրի հավիտյան, եւ հացը, որ ես պիտի դամ իմ մարմինս է, որ պիտի դամ աշխարհի կյանքի համար։ Հովհաննես 6:48։